Օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից ուղիղ 3 ամիս անց Բաքուն աստիճանաբար կոշտացնում է հրետորաբանությունն։ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն այսօր երկար դադարից հետո հիշեց այսպես կոչված ադրբեջանական անկլավների մասին։ Ղազախի շրջանի Բաղանիս, Այրում, Աշաղի Ասքի Պարախ, Խեյրիմլի եւ Ղզելհաջիլի գյուղերի վերադարձը մեր երկրի մեծագույն դիվանագիտական հաջողությունն էր։ Ինչ վերաբերում է մյուս 4 անկլավներին, Ղազախի շրջանի 3 գյուղերին եւ Նախիջևանյան Քյարքիին, ապա դրանց վերադարձը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է։ Այդ հարցը պետք է լուծվի դելիմիտացիոն հանձնաժողովների աշխատանքի շրջանակներում։ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակն այսօր անդրադարձավ նաեւ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացմանը, նշելով, թե Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև անխոչնդոտ կապի ապահովումը նախատեսված է թե նոյեմբերի 9-ի հայ-ադրբեջանա-ռուսական եւ թե օգոստոսի 8-ի հայ-ադրբեջանա-ամերիկյան փաստաթղթերով։ Ադրբեջանի խորհրդանի իրավական հարցերի եւ պետականաշինության մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հուդրաթ Հասանղուլիևն էլ միջանցքի բացման ավելի գործնական տարբերակներ էր առաջարկում 3 հրապարակված հարցազրույցում, նշելով, որ կամ Երևանն անհապաղ ձեռնամուխ կլինի Զանգեզուրի միջանցքով անցնող տրանսպորտային ենթակառույցների շինարարությանը, կամ էլ կբախվի նոր պատերազմի։ Մենք չենք կարող մեր կենսական ազգային շահերը շահկապել Հայաստանի ներքին քաղաքականությանը։ Եթե Հայաստանը միջանցքի բացման մասին անհապաղ որոշում չկայացնի, Ադրբեջանը պետք է ուժով մաքրի այդ տարածքը, որից հետո դրա վերահսկողությունը պետք է հանձնվի կամ Միացյալ Նահանգներին օգոստոսի 8-ի հայտարարության դրույթների համաձայն, կամ Ռուսաստանին 2020 թվականի նոյեմբերի 10-ի պայմանավորվածությունների հիման վրա։ Իշխանամետ Արդարություն, իրավունք եւ ժողովրդավարություն կուսակցության նախագահ Հասան Ղուլիևի պնդմամբ վերջին շրջանում Ադրբեջանում տպավորություն է ձևավորվել, որ Երևանն արհեստականորեն ժամանակ է ձգում օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարածումը փորձելով իր համար շահավետ հուն տեղափոխել։ Հայաստանը փորձում է հարևանների հետ հաղորդակցության ուղիները բացել իրեն շահավետ ձևով, սակայն Նախիջևան տանող ճանապարհի ապաշրջափակման առումով իրական քայլեր անել չի շտապում։ Վաշինգտոնի հռչակագրի ստորագրումից հետո հույսեր ծագեցին, որ շինարարությունն ուր որ է կմեկնարկի։ Այժմ սակայն օրեցօր ավելի տեսանելի է դառնում, որ Վաշինգտոնի հռչակագրի ստորագրումից հետո հայերը չափազանց հանգստացել են։ Իր կուսակցության պաշտոնական կայքին տված հարցազրույցում Հասան Ղուլիևը նաև ակնարկում է, թե որն է ադրբեջանական կողմի շտապողականության պատճառը։ Պարզվում է, որ դա ոչ այնքան 2026-ի հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական, որքան նույն տարվա նոյեմբերին Միացյալ Նահանգներում նշանակված միջանկյալ ընտրություններն են։ Եթե այդ ընտրություններում հաղթեն դեմոկրատները, դա բացասաբար կազդի Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունների վրա։ Դեմոկրատներն ավելի հայամետ են, բացի այդ, մեզ մոտ Թրամփի վարչակազմի հետ լավ հարաբերություններ են ձևավորվել։ Միացյալ Նահանգներում ցանկացած նոր վարչակազմ իրեն այնպես է պահում, կարծես մեկ այլ պետության ներկայացուցիչ լինեն, եւ իրենց նախորդների ստորագրած փաստաթղթերն իրենց չեն վերաբերում։ Ավելին, նրանք սկսում են ճնշել այն երկրներին, որոնք իրենց նախորդների հետ սերտ հարաբերություններ ունեին։ Ուկրաինայի օրինակը բոլորիս աչքի առջև է։ Սրան գումարած ադրբեջանցի падգամավորը պրոցեսների արագացման իր տարբերակն է առաջարկում։ Հասան Ղուլիևի խոսքով Ադրբեջանը կարող է Երևանին առաջարկ ներկայացնել, որի համաձայն կողմերը կստորագրեն խաղաղության պայմանագիրը, շահկապելով դա Նախիջևան տանող ճանապարհի շինարարության անհապաղ մեկնարկի եւ մոտ ապագայում Հայաստանի սահմանադրությունը փոխելու պարտավորությունների հետ։ Բաքվից հնչող այս հայտարարությունների ֆոնին Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը նախորդին Վաշինգտոնում կայացած համաժողովի շրջանակներում նոր մանրամասներ է հաղորդել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման մասին։ Այդ բանակցությունների ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շրջվեց դեպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու հարցրեց նրան. «Ինչու դադարեցիք հայերի դեմ հարձակումը, չէ՞ որ նրանք փախչում էին, իսկ ձեր բանակն անհամեմատ ավելի ուժեղ էր»։ Ըստ Ուիթկոֆի, Ալիևը պատասխանել է. «Ես այդքանն էի ուզում հետ բերել այն, ինչ գրավել էին հայերը»։ Սպիտակ տան բանագնացն Իլհամ Ալիևի այդ խոսքերը առաջնորդության տպավորիչ օրինակ է բնութագրում, նշելով նաև, որ այդ զրույցին ներկա է եղել նաև Հայաստանի ղեկավարը։ Ճիշտ է, Սթիվ Ուիթկոֆը վարչապետ Փաշինյանին անվանում է Հայաստանի նախագահ։